Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք իրավապաշտպան Նինա Կարապետյանցին։ Բարև ձեզ Տիկին Կարապետյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Սիրով։ Տիկին Կարապետյան, սկսենք Սամվել Կարապետյանի կալանավորումից եւ նրա շուրջ ծավալվող զարգացումներից, կխնդրեմ ձեր գնահատականը տաք այս ամենի կապակցությամբ եւ անդրադառնանք ներկայացված մեղադրանքին, որքանով էր հայ առաքելական եկեղեցում նրա հայտնած աջակցությունը իշխանությունը զավթելու հրապարակային կոչ։ Նախապես կարող եմ ասել, եկեք սկզբից սկսենք, որպեսզի շատ մարդկանց համար ընկալելի ու պատկերավոր լինի։ Կանխելու համար այն բոլոր տխմար անբովանդակ կոմենտները, որոնք անպայման սրատակ լինելու են։ Ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ ապագա չունի, մեծ տալու բան չունի։ Ռուսաստանի Դաշնությունում մեծահարուստ դառած մարդիկ ինձ համար մի տեսակ մեծ վերապահումով են վերաբերվում, որովհետև իրենց կապիտալը այնտեղ է ստեղծվել եւ իրենք այստեղ Հայաստանում անկախ լինել չեն կարող, բայց при всем при этом պետք է հասկանալ, թե կոնկրետ ինչու է մեղադրվում Սամվել Կարապետյանի հետ ազգակցական կապ չունեմ, ոչ տեսել եմ, ոչ ճանաչում եմ, ոչ էլ դժվար է թե երբևիցե մեր ճանապարհները խաչվեն։ Բայց այդ այնուամենայնիվ համարում եմ հետեւյալը։ Այսինքն դա փաստ է։ Այն մեղադրանքը, որ առաջադրվել է Սամվել Կարապետյանին, դա գիտեք, արդեն բոլոր հնարավոր ողջամիտ սահմանների անցումն է, որովհետև երբ ձևակերպում, ես ինքս մի քանի անգամ եմ նայել, որտեվ կասկածեցի, մտածեցի դե գուցե որպես իրավաբան ավելի խորքային սենս նայելուց հետո, անաչառ ավելի նայելուց հետո, ինչ որ մի բան կարող ես, ինչ որ մի բան ելևեջներ կան, որով կարող ես զգալ, չկա ոչ մի ելևեջ, չկա ոչ մի հիմք նման մեղադրանք առաջադրելու, որովհետև կարևոր չի թե ինչ է հասկացել այդ խոսքից քննիչը, Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ, Աբազյանը ու մնացած բոլորը։ Շատ ավելի կարևոր է թե ինչ է նկատի ունեցել մարդը այդ խոսքը ասելուց։ Այս երբ որ Սամվել Կարապետյանին հարց են տվել, հա, այդ պատասխանն են ստացել, որ այո, ես եկել եմ ստեղ հեղաշրջում անելու, չգիտեմ, զավթելու իշխանությունը զավթելու։ Դատապարտել է եկեղեցու դեմ արշավը, ասել է եթե քաղաքական ուժերը այս խնդիրը չլուծեն, մենք կլուծենք դա։ Ամենամեծ նոնսենսը նա է, որ այս արարքի համար նախատեսվում է տուգանք աշխատանքներ, հա, եւ նաեւ ազատազրկում 1-ից 3 տարի, թե չեմ սխալվում, ժամանակահատվածի համար։ Սա այն հոդվածներից է, որոնցով կալանք չեն տալի։ Չեն տալի նաեւ այն պատճառով, որովհետեւ այն ինչ որ տեղի է ունեցել, այն ինչում մարդը մեղադրվում է, արդեն հրապարակային է, դա փոխել այլևս հնարավոր չի, վկաներ չկան, որոնց վրա կարելի է ազդեցություն ունենալ, փախուստի կներեք, էլի ասում եմ, մի հատ նայեք ոնց անունը, Սամվել Կարապետյանին ու հասկացեք այդ մարդը փախուստի դիմող մարդ է թե չէ, մի քիչ պետքա լրջանալ, էլի, այսինքն որևէ հիմք, որով կարելի էր տանել կալանքի չկար եւ ես այսինքն ապօրինի կալանքի հետ գործ ունենք փաստացի։ Հաստատապես կարող եմ ասել, որ սա հետապնդում է եւ այո, այն հետապնդման տեսակներից է, որոնք կարելի է նաեւ ինքը Նիկոլ Փաշինյանը իր խոսույթով, իր գրառումներով, իր այսպես մեկնաբանություններով, կոմենտներով բերեց տեղավորեց քաղաքական հետապնդման տակ։ Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյան, դու քո թիմը, քո աջակիցները, քո սատարողները, սազանդարներն ու պրոպագանդիստները բերեցիք մցրեցիք Սամվել Կարապետյանին քաղաքական հետապնդման տակ։ Եթե մնացած բոլոր գործերով, տեսեք, կային հիմքեր, օրինակ, չգիտեմ, Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ ինչ որ գործեր, գործընթացներ, ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ հասարակության մեջ կարող էին կասկածներ լինել կամ տեղեկություններ լինել կամ վարույթ իրականացնողներ, ինչ որ ինֆո, ինչ որ հիմք կարող ունենալ կալանքի տանելու կամ քրեական գործ հարուցելու։ Եթե, չգիտեմ, օրինակ Աշոտյանի գործով, ես բուն գործից ծանոթ չեմ, բայց ենթադրյալ ինչ որ հարցով մարդը եղել է պատասխանատու եւ հնարավոր է որ լինի, օրինակ ինչ որ կոռուպցիոն ռիսկեր, ենթադրյալ։ Այս դեպքում, գիտեք, այն ինչ որ տեղի է ունեցել, դա այն ինչի համար իրան տարել են կալանքի, այն ինչի համար իրան մեղադրանք առաջադրված, այդ մասը հրապարակային է եւ հասանելի է բոլորին։ Այստեղ կասկածից դուրս է, որ սա հետապնդում է եւ թիրախավորված վարչապետի անձնական հանձնարարությամբ իրականացվող հետապնդումը։ Սա նշանակում է, որ մենք այն, որ ես ասում եի սրանից մի քանի ամիս առաջ ձեր մոտ հարցազրույցի ժամանակ եմ, որ դրանից առաջել եմ տարուց ավել խոսում, որ Նիկոլ Փաշինյանը այո գնում է դեպի դիկտատուրա, սա հենց այդ դեպի դիկտատուրա գնալու ճանապարհի հերթական քայլերից է, որը առանց ամանչելու, առանց,
չգիտեմ, զրո պատասխանատվությունը իրանց հասկանալու, ծափ են տալիս եւ աջակցում են նաեւ քաղաքական ինչ որ իրանց բան համարող քաղաքական գործիչներ, քաղաքասարակության ներկայացուցիչներ, որպես իրավապաշտպան ներկայացող մարդիկ, դա խայտառակություն է, որովհետեւ այդ բոլոր մարդիկ օգնում են Նիկոլ Փաշինյանին Հայաստանում դիկտատուրայի հաստատմանը։ Դե ինչ ասեմ, բոլորը պրոստը ուղղակի պետքա հիշել, այս բոլոր մարդկանց պետքա հիշացնել։ Հիշեք Հովիկ Աղազարյաններին, հիշեք մնացած բոլորին, ում Նիկոլ Փաշինյանը բաներին, Քյարամյաններին, հիշեք Հովիկ Աղազարյաններին, հիշեք Կարեն Անդրեասյանին, հիշեք Աբազյանին, հիշեք բանին, Անդրեասյանը ասեցի Կարեն, Մինասյանին հիշեք նախարարը, բոլորին, ում ինքը ճանապարհել է, լավագույն Դավիթ Սանասարյանին հիշեք, ոնց էր ինքը մարդկանց ծառայությունից օգտվում, ոնց էր այդ իրենց նաև բանի վրա, հա, հեղինակության վրա ինչ որ բաների հասնում, հասարակությանը մոլորության մեջ տանելու։ Ու հետո ոնց էր օգտագործելուց հետո այդ մարդկանցից ուղղակի լավագույն դեպքում աշխատանքից ազատվում, վատագույն դեպքում քրեական հետապնդման ենթարկում։ Շնորհավորում եմ, դուք բացել եք Պանդորայի արկղը, հենց այս մարդկանց շնորհիվ եմ բացել այդ Պանդորայի։ Եւ նրանցից ոչ մի բանով լավը չեք, նույնը ձեզ է սպասվելու։ Շատ ավելի վատն են, որովհետեւ եթե Նիկոլ Փաշինյանը այսօր իր կաշին է փրկում, տառացիորեն իր կաշին է փրկում, որովհետեւ որ պահին, որ ինքը այլևս իշխանություն չեղավ, որ պահին իր թիկունքում ոստիկանություն կանգնած չեղավ, այս մարդուն հարցեր են տալու։ Այս մարդուն շատ կոնկրետ պատասխանատվության ենթարկելու հարցեր են լինելու։ Իսկ դուք օգնում եք, որ դա իր հարատևությունը, իր պաշտոնավորումը լինի հարատև, եթե ոչ ցմա, Հայաստանի Հանրապետության շահերի, անվտանգության, ժողովրդավարության, չգիտեմ, մարդու իրավունքների հաշվին այս մարդը շարունակում է պաշտոնավորել ձեր օգնությամբ։ Դուք նույն չափ հանցակից եք, բառացիորեն, սա կոչվում է հանցակցություն։ Նյուրնբերգյան պատբանի ժամանակ, դատավարության ժամանակ պրոպագանդիստները նույն պատասխանատվությանն են ենթարկել, որովհետև իրենք են օգնել այդ հանցավոր իշխանությանը, բաներին, մասսաներին համոզել, որ սա նորմալ վիճակ է։ Ես անկեղծորեն շատ եմ ուզում, որ մենք ինչ որ этаպում ունենանք ոչ թե վրեժխնդրություններ տարբեր մարդկանց նկատմամբ, այլ ունենանք դատավարություններ, իրավական ճանապարհ, որպեսզի մենք ցույց տանք, թե ինչպիսին չի կարող լինել քաղաքասարակությունը, ինչպիսին չի կարող լինել քաղաքական գործիչը, ինչպիսին չի կարող լինել տարբեր պաշտոնյաներ, չգիտեմ, թե դու բանի քնչականի պետն ես, դու չես կարող լինել բան, հա, սազանդար, չգիտեմ, կամ կամակատար, դու չես կարող անել գործ, ինչպիսին չպիտի լինեն, չգիտեմ, մարդու իրավունքների պաշտպանները, ինչպիսին չպիտի լինեն գլխավոր դատախազները։ Մենք այս process-ը պիտի ցույց տանք մեր հասարակությանը, դա շատ ծանր, դժվար process է լինելու, շատ թանկ process է լինելու, բայց դա անխուսափելի պիտի ընթացք լինի, որովհետև մեր հասարակությունը պիտի տեսնի, որ առաջինը մենք ի վիճակի ենք դա անելու, եւ բ դա մեր առողջացման ամենակարճ ճանապարհն է լինելու։ Օթքին Կարապետյան, Սամվել Կարապետյանի մասով մի շարք գործիչներ նույն քաղաքասարակության ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, ովքեր իրենց արևմտյան արժեքների կրող են համարում, այսպես ասած, աչք են փակում այս ամեն ինչի վրա եւ առարկայական գնահատական չեն տալիս, ինչի մասին արդեն դուք էլ խոսեցիք։ Այս ամեն ինչը որքանով է հարիր արևմտյան արժեքներին եւ իրենք այս ամենը փորձում են բացատրել են հանգամանքով, որ Սամվել Կարապետյանը Ռուսաստանից է եկել հենց աշխարհակահաղական իրողություններով։ Արևմտյան արժեքներ կրող մարդը կարող է անտեսել այս ամենը։ Դավթյան, առհասարակ արժեք կրող մարդը կապ չունի, արևմտյան կլինի, արևելյան կլինի, հյուսիսային կլինի։ Ինքը, եթե դու արժեք ես կրում, դու չես կարող ամեն անգամ յուրովի կռանալ կամ յուրովի տեղավորվել, դու չես կարող այդպես ապրել, դա այդպես չի աշխատում։ Հիմա ինչ վերաբերվում է, ես էլ եմ այդ մտածում, ասում եմ չհետաքրքիր է, չէ՞։ Սամվել Կարապետյանը 5-րդ շարժ, նորից կրկնում եմ, ես համարում եմ եւ պնդում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ ապագա չունի։ Այս հատուկ են դեգեներատների համար, որոնք համարում են, պիտի գրեն անպայման տակը, որ ես ծախվել եմ, որ ինձ առել են, որ բանի փողերը Տաշիր Սամուել փողերը ինձ էլ է հասել, Պուտինը եկել է զանգել։ Տաշիր պիցան էլ փագել են, հիմա չեմ կարող օգտվել պիցա եկել։ Մի խոսքով այդ հատուկ է դեգեներատների համար 100 անգամ կրկնելու։ Տեսեք, եթե դուք պնդում եք, որ այս մարդիկ բոլորը 5-րդ շարասյուն են, այդ թվում նաև մեր ներսի բաներին, հա, տարբեր թիմեր, քաղաքական գործիչներին մեղադրում եք 5-րդ շարասյան լինելու մեջ։ Շուրջ ջան, Լավրովը գալիս է, ով է դիմավորել։ Ձեր Արարատ Միրզոյանը չդիմավորեց, ասեց վեկտոր չենք փոխելու։ Այն Մատվիենկոն եկավ, ով դիմավորեց, Բուկետն էլ առավ մի վազվզելով գնաց այերոպորտում դիմավորեց, խալինը փռեց, տենց չգիտեմ, դիմավորեց, թաթիկներն էլ համբյուրեց, բերեց հասցրեց ազգային ժողով, պտտեց ազգային ժողովում, կերտցին, խմցրին, ճամփրին։ Բանը պարադի, ով գնաց։
Այս քաղաքական ուժը չի գրում, ես տրամաբանությունը չեմ հասկանում։ Եթե 5-րդ Շարասյան մասին է գնում, եթե Ռուսաստանի 5-րդ Շարասյան մասին է գնում, շուտ դուք եք 5-րդ Շարասյունը, ձեզանից լավ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները, իր Սազանդան, ձեզանից լավ ոչ մեկ չի համագործակցում, ոչ մեկ ձեզանից լավ այդ պատվերները չի կատարում։ Այնպես որ ասում եմ, մի հատ եկեք կողմնորոշվենք, ով է ձեզանից Ես էլի եմ ասում, ես դեմ եմ համագործակցությանը, որովհետև այս աստիճանի խորը համագործակցությանը համապարփակ, որտեղ մենք այս պահին ոչ մի լավ բան չունենք այնտեղից սպասելու։ Բայց եթե մեղադրանք է շպրտվում, Նիկոլ Փաշինյան, դու չէիր գնացել Պուտինի ձեռը սխմում էր, դու չէիր գնացել ամեն անգամ դու գնացել ես պարադի, ամեն անգամ գնացել ես հանդիպման ու ամեն անգամ ասել ես, որ Նիկոլ Փաշինյան, քո սազանդարները ասում էին մեզ բոլորիս, որ դու գնում ես Հայաստանի համար բարիք բերելու։ Ցույց տուր այդ բարիքը։ Որ բարիքներ, որ եկան ջերմուկ մտան մեր սահմանը չճանաչեցին, ասեն այդ մեր սահմանները չի։ Մեզ զենք տվեցին, զինամթերք տվեցին, ամրապնդեցին, մեր կողմ քվեարկեցին, մեզ աջակի որ հարցում բերեցիք։ Դուք 5-րդ Շարասյունը, ավելի լավ 5-րդ Շարասյուն կան Նիկոլ Փաշինյանն, Հայաստանի Հանրապետությունը չունի։ Պրիչոմ, ինչն է վտանգավոր, եթե կան մարդիկ, ովքեր ունեն նախասիրություններ պրոռուսական, ապա Նիկոլ Փաշինյանը ու իր թիմը ու իր սազանդարները այն խումբն են, որոնք, ինչ ասեմ, միայն պրոռուսական բաները չեն, 5-րդ Շարասյունը չեն։ Իրանք բոլոր կողմերի 5-րդ Շարասյունն են Հայաստանի Հանրապետությունը, որովհետև իրանց նպատակը ոչ թե ինչ որ միտք, գաղափար, բարեկեցություն կամ մտածելակերպ կամ չգիտեմ ինչ որ բան բերելն է Հայաստան, այլ զուտ իրանց իշխանությունը պահպանելը։ Ադրբեջանը կտա երաշխիք իրանց վերարտադրվելու։ Իրանք իշխանաբան կնեն, ադրբեջանամետ կնեն։ Թուրքիան կտա, կլինեն թուրքամետ։ Չգիտեմ, Եվրոպան կտա, կլինեն Եվրոպամետ, Ռուսաստանը կտա ծապ տալով այս բոլոր 5-րդ Շարասյուն կոչված, որ իրանք մեղադրում են 5-րդ շարան, իրանցից առաջ, պոեզդից առաջ վազելով գնալու են Ռուսաստան, թաթիկները պաչելու։ Նույն Ալեն Սիմոնյանը 21 թվականին հայտարարում էր, որ իրենք Հայաստանի պատմության ամենառուսամետ իշխանությունն են։ Ինչի մասին է խոսքը։ Այսքան մեղադրանքից հետո, բա դու, տեսեք, տրամաբանությունն է պետք հասկանալ։ Դու մի կողմից հայտարարում ես, որ Ռուսաստանը մեր դեմ մղում է հիբրիդային պատերազմ եւ Սամվել Կարապետյանը էլ այդ հիբրիդային պատերազմի արգասիքներից մեկն էր, գուցե եւ, բայց դու ավելի շատ ես հարաբերվում ու պետք չի ասել, որ իրանք իշխանության ներկայացուցիչներն դրա համար ստիպված գնում են ինչ որ հարաբերություններ անելու։ Երբ որ գնում ես հարաբերություններ, կոնտակտներ ստեղծելու, դու գոնե նվազագույնը քո անվտանգությունն ես բերում։ Հա, քո, ոնց ասեմ, եթե բարիք չես բերում, գոնե նվազագույն շեմը ապահովելու հարցը լուծում ես։ Ոչինչ չեն անում, բայց պոեզդից առաջ են վազում։ Այնպես որ մեր հասարակությանը պետք է ասեմ, ժողովուրդ, տենց շատ մի ոգեշնչվեք։ Նաև ասեմ, որ շատ չոգեշնչվեն ու տպավորություն չլինի, որ օրինակ, եթե Կարապետյանին բռնել են բանին, իդեպ ազգանունի համանքումը պատահականություն է, մենք իրար հետ ազգակցական կապ չունենք, մենք ուրիշ, մենք բանից չենք, տաշիրից չենք։ Բանի Աբազյանի հերացումը, Սամվել Կարապետյանի ձերբակալումը շատերը ներկայացնում են, որ տեսեք, մենք Ռուսաստանից կտրվելու ճանապարհով մեր խիզախ վարչապետի հզոր քայլերը, քանի չեն ջնջել բաները, ոչ մի դրա հետ կապ չունի։ Ուղղակի Աբազյանին հեռացրեցին մի պարզ պատճառով, որ Աբազյանը ոչ թե հրաժարվել էր Նիկոլ Փաշինյանի հրամանը կատարել, այլ կատարել Ռուսաստանի Դաշնության հրամանը։ Դա ասենք ով չգիտի, որ մենք ազգային անվտանգության ծառայություն չգիտենք, ինչ որ մեկը կա, որ չգիտի, որ մերը չի։ Ինչ որ մեկը կա, որ կասկածում է, որ ԱԱՑ-ի եթե ոչ 100%-ը, ապա 90%-ը առնվազն վերապատրաստվել է Ռուսաստանի Դաշնությունում ինչ որ ժամանակահատվածում, իսկ իրականության մեջ այնտեղ ստացել են համապատասխան կրթություն։ 5 տարի սովորում են հատուկ դպրոցներում։ Լավ, ասում էլի դեգեներատների համար եմ հարցը տալի։ Դուք մտածում եք անկեղծորեն, որ այդ 5 տարվա մեջ բանը Ռուսաստանի հատուկ ծառայությունները վիրբովկա չեն անում այդ մարդկանց։ Մեր ամբողջ գեներալիտետը ամբողջ առանց բացառության ինքը տեղ վերապատրաստում է անցել։ Դուք անկեղծ մտածում եք, որ իրանք այդքան տհաս են Ռուսաստանի Դաշնությունում, որ վիրբովկա չեն արել այդ մարդը, բացառված տարբերակ։ Այնպես որ ոչ թե Նիկոլ Փաշինյանի հրամանը չի կատարել, այլ ռուսական կողմի հրամանն է կատարել Աբազյանը։ Դենց որ շատ մի բան արեք եւ մի բան էլ։ Եթե շատերը մտածում են, որ սա Ռուսաստանից պոկվելու եւ դեպի արևմուտք գնալու ճանապարհին է, խնդրում եմ, ամսի 20-ն այսօր, եթե չեմ սխալվում, հենց այսօր բանը Փաշինյանը մեկնելու է բանը Թուրքիա բավականին ջերմ լուսանկարներ է դուք նորից ականատես կլինեք, ես էլ չեմ հասցրել լուսանկարներ տեսնեմ, բայց արդեն Դավիթը ուշում է, որ հաստատապես կարող եմ ասել, այն երջանիկ, այն բերկրանքի վիճակում գտնվող այդ նկարները գրկախառնված ինչ որ
չգիտեմ, ինչ-որ բաների հետ, դուք կտեսնեք Թուրքիայում, այն դեմքի արտահայտությունն են ժպիտները, որոնք դուք չեք տեսնում Հայաստանում, դուք կտեսնեք այնտեղ։ Այսինքն ասածս ինչա, Ռուսաստանից կտրվելը չի նշանակում դեպի Եվրոպա ձեզ տանելը, դա խորը եւ դառը մոլորություն է։ Ձեզ կերակրում են նրանով, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ տանում է դեպի Եվրոպա, իրականության մեջ արագ քայլերով ձեզ տանում է դեպի Թուրքիայի համապատասխան, չգիտեմ, ստորաբաժանում կամ ինչ որ կառուցվածքային միավոր դառնալու համար զուտ մենակ մի բանի համար, որ կարողանան թույլ տան իրան վերարտադրվել այստեղ։ Ոտքին Կարապետյան, Արմեն Աբազյանի պաշտոնանկության մասով նաև շատ է հնչում են տեսակետը, որ ուժայինները սկսել են Նիկոլ Փաշինյանի վերահսկողությունից դուրս գալ ու նրա հրամանները չկատարել։ Դուք անձամբ այս տեսակետի հետ որքանով եք համաձայն, թե դեռևս վաղ է սրա մասին խոսել է։ Ես ներքին համոզմունք ունեմ, որ տրամաբանությունը հետևյալն է եղել, ոչ թե Աբազյանը չի կատարել Նիկոլ Փաշինյանի հրամանը, այլ կատարել է այնտեղից հրաման այնտեղից, որտեղ ինքը ուղի ենթարկվում է Ռուսաստանի Դաշնության համապատասխան հատուկ ծառայություններից։ Երբ որ խոսում ենք լյուստրացիայի մասին, այս այս ազիզ օրվա մասին էր խոսքը գնում։ Երբ որ դու Նիկոլ Փաշինյանը սենց մատիկով չի տալու, ասի դու սաղդ KGB-ի պատվալներում իրա ճաշակով բան էլի լյուստրացիա անում, ում ուզում է լյուստրացիա անում, ում վերաբերյալ ուզում է անձնական խոր ինտիմ բնույթի ինչ որ տեղեկատվություններ հրապարակում, չի ուզում չի ան։ Խոսքը դրա մասին չէ, երբ որ ասում ենք լյուստրացիա, այ հենց դրա համար էր պետք, որ մենք իմանայինք, որ քաղաքական ուժը, որ քաղաքական գործիչը, որ հասարակական գործիչը, մարդիկ вообще իրանց գործով զբաղվում են, թե չէ, ինչ որ մեկի ագենտն են, թե չէ։ Բայց դա իրականում չարվեց շատ པարզ պատճառով, որ առաջինը Նիկոլ Փաշինյանը չէր անցնելու այդ լյուստրացիայի process-ը, որովհետև հին սովետական բան կա, ասում է, փորեք այնքան, որ չգաք հասնեք, գլխավոր դատախազները ասե սովետական միության, այնքան փորեք, որ չգաք մեզ հասնեք։ Այ հիմա եթե շատ փորփրեն, առաջինը պիտի Նիկոլ Փաշինյանից սկսեին բնականաբար, ու առաջինը ինքը չէր անցնելու այդ ինչպես որ բանի Արարատ Միրզյանի վերաբերյալ օմեգա բանով, հա, կեղծանունն է, մականունն է, ինչ է, այտենց այո, հրապարակվեց տեղեկությունը ինքն իրականում չհերքեց, այնպես որ սպասելի շատ հետաքրքիր ժամանակներ, ափսոս որ այսքան ծանր անդրադառնում բոլորից վրա, թե չէ եթե կողքից նայելու լինեին, կարելի էր շատ հետաքրքիր մեմուարներ գրել այս առիթը։ Ֆիլմ նկարել անգամ։ Հա, տենց բան էլի կիսաբոևիկ, կիսաբան։ Ափսոս որ մեր կյանքից է գնում եւ մեր անվտանգությունից է գնում եւ մենք այս ամեն ինչի համար շատ ահավոր գին ենք վճարել, էլի ես ամեն անգամ դա եմ բանանում, ծանր նստում ինձ վրա, որ մենք սարսափելի գին ենք վճարել, մենք մարդկային կյանքերի գին ենք վճարել, մենք հայրենիքի կորստի գին ենք վճարել։ Այս ամեն ինչը ամբողջ ծերունդի կյանք ենք վճարել, շարունակում ենք վճարել։ Կապիտալիզացնել ու չկարողանալ պահպանել գոնե պետականությունը, ես չգիտեմ ինչ կարգի պիտի անպատասխանատուն են։ Այո, այս նույն բանը հարցնում եմ ձեզ, դուք չեք քաղաքասարակության ներկայացուցիչներին, իրենց քաղաքական գործիչ համարողներին, չգիտեմ, են ովքեր են լիբերալներին, մնացած ովքերին, բոլորը որտեղ տեղավորվել են, դա ասում եմ դուք հասկանում եք պատասխանատվության աստիճանը։ Ամեն անգամ, երբ որ դուք Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական, հակաիրավական չգիտեմ, բարոյական գործունեությունը աջակցում եք, սատարում եք, լղոզում եք ու փորձում եք իրան պաշտպանել, դուք ուղղակի այս զրոյականացնում եք այն ամեն ինչը, որ մենք միջև հիմա ապրել ենք, ու նորը ցավոք սրտի չեն ստեղծում։ Հասկանում եք, կա իրավիճակ, որտեղ պիտի երևի էջը թերթես կամ չգիտեմ, հակես ինչ-որ մի բան, մի զրոյական կետից սկսես, ինձ թվում է մենք ինչ-որ էտապում ստիպված ենք լինելու, ինչ-որ զրոյական, չեմ ասում Հայաստանը բանա լինել, կործանվելու, բայց ինչ-որ զրոյական, հա, փորձենք էջը թերթել ու զրոյից սկսել, որովհետև այս այն ինչ-որ բերել է, այն աղետը, այն ատելությունը, այն պառակտումը, որ բերել է Նիկոլ Փաշինյանը իր ամբողջ այլանդակ եւ այլասերված ու անբարոյական թիմով, մնացած հարակից բոլոր սատարողներով, սա ինչ որ պահի պետքա դադարեցնել ու դա ես կարծում եմ բոլորի ուժով պիտի լինի, բոլորի համաձայնությամբ պիտի լինի, բոլորիս համաձայնությամբ այդ ներառյալ հասարակությանը մենք պիտի գանք այն մտքի, որ մենք ինչ որ զրոյից պիտի սկսենք, որովհետև սենց գնալով միայն շահումա Նիկոլ Փաշինյանը ու իր թաթիկի մեջից բարեկեցությունը մի քիչ բարձրացրած սազանդարներն ու ռոպագանդիստները։ Ես ուզում եմ նաև անդրադառնանք հեծը պետականացնելու մտադրությանը, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը խոսեց եւ սա վերջին օրերին բավականին ակտիվ քննարկում է լրատվական դաշտում։ Ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանը կգնա նման քայլի եւ եթե դա տեղի ունենա, մենք ինչ հետևանքների կարող ենք բախվել։ Տեսեք, սեփականության իրավունքը, ախր այս մարդը այնքան է սահմանադրությունը խախտել
եւ այնքան խորապես, ինչ ասեմ, կարելի է ասել անտարբեր է, բայց այդտեղ շատ ավելի ճիշտ կնաց, խորապես թքած ունի սահմանադրության իրավական ակտերի բոլոր իրավական process-ների վրա եւ ցավոք սրտի նորից պիտի ասեմ, այս քաղաքասարակությունը, այս մարդիկ, ովքեր որ սատարում են ու արդարացումներ են ման գալիս ու գտնում այս աննորմալ վարքագծի հետ կապված, որ ես կասկած չունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հենց հիմա հրաման է տվել ման գալու գտնել տարբերակներ սեփականությունից զրկելու։ Ես եղել եմ այն մարդկանցից, ովքեր անդադ խոսել է, օրինակ Южно-Կովկասկի железной дороги, ոնց է։ Հարավկովկասյան երկաթուղիներ, բաները, էլեկտրոցանցի հետ կապված, որտեղ դրանք ստրատեգիական նշանակություն ունեցող այն միավորներն էին, որոնք որ պրոստը վաճառվեցին ու դա մեզ համար լրջագույն վտանգ է։ Ես միշտ խոսել եմ այդ խնդիրների մասին, բայց կներեք, սենց բոսյակավարի այդ հարցը լուծելու տարբերակ չկա, էլի սենց չեն լուծում։ Եթե 18 թվականից հետո, այն ինչ որ մենք ասում ենք, եթե իսկապես Նիկոլ Փաշինյանը համարում էր, որ տեղի ունեցել հեղափոխություն, իսկ ես համարում եմ, որ հասարակությունը, ժողովուրդը արել է հեղափոխությունը, դրա համար պիտի ոչ ամանչի, ոչ զղջա, ոչ ափսոսա։ Դուք արել եք հեղափոխություն, դուք լավագույնն եք ձեր տվել, որպեսզի փոփոխություն լինի։ Այն ինչ ստահակները արեցին, ինչ որ ապականեցին, դա լրիվ ուրիշ պատմություն է։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը իսկապես համարեր, որ ինքը գնացել է հեղափոխական ճանապարհով եւ տեղի ունեցել հեղափոխություն, պիտի լիներ մի քանի գործողություն։ Պիտի լիներ քաղաքական գնահատական, որ ասեն օրինակ, այսինչ ժամանակաշրջանում տեղի ունեցել այսինչ process-ները եւ պետության անվտանգային, չգիտեմ ինչ հանդիսացող շատ սիրուն ձևակերպումներով, ոնց որ հիմա կարողանում են տակը լողոսել, այս process-ների մենք պիտի տան գնահատական եւ պիտի սրա լուծումը նաեւ տանք։ Այ եթե սա արվեր 18 թվականին եւ արվեր ոչ թե մենակ հեծի հետ կապված, որովհետեւ ինչ էր ասում Սամվել Կարապետյանի տողատակերում ինչ որ բան զգացել անձամբ Նիկոլ Փաշինյանը, այլ դա արվեր ընդհանուր համակարգային process լիներ, որը հասկանալի եւ ընկալելի կլիներ եւ իրավական ճանապարհով կլիներ, այո, եւ դա անցումային արդարադատության այդ բանի մեջ կտեղավորեն, որտեղ դու չես կարող, քո սահմանադրությունը դա թույլ չի տալիս։ Սա հերթական հակասահմանադրական գործողություն է։ Եթե դու գնայր անցումային արդարադատության ճանապարհով, անցումային արդարադատությունը քեզ թույլ է տալիս շատ կոշտ գործիքակազմ, կարճ ժամկետով պետության համար անհրաժեշտ բարիքներ ու փոփոխություններ բերելու։ Դու չգնացիր այդ ճանապարհով, անոցիպին իննա դբլը, քեզ պետք էր ուղակի տեղավորվեր են համակարգի մեջ։ Հրաման տվողը դու լիներ, դու ասեր, առաջ քեզ էին ասում, դու բան, հայդե բան KGB պատվալներ կամ ուրիշներ հրաման տալի ոստիկանության ասում, նա սրանց ծեփեք պատերին փռեք ասֆալտին։ Հիմա դու ես տալի, դու գոհ ես, դու հաշտես, չել թաքցնում, շնորհակալություն է հայտնում գոհունակություն է հայտնում։ Հիմա բանի հետ կապված, բերակեցի հետ չկապված։ Կա նաև բանը հարցը հիշեցի, որ բաց թողեցինք ոստիկանությունում կամ ուժային կառույցներում կա դիմադրություն, հաստատապես իմացեք, որ կա։ Ես դա ասում եմ մարդ, որը Հայաստանը շատ փոքր է։ Մենք բոլորս իրար հետ շփվում ենք, մենք բոլորս ունենք ընկերներ, ծանոթներ, հարևաններ, պատահական մարդիկ, ովքեր փողոցում պանիխիդայի ժամանակ սկսածից մինչև փողոցում պատահական մոտենում խոսում ենք։ Հաստատապես ես կարող եմ ասել, որ այն պահին, երբ որ փողոցում եղավ բավարար թվով մարդիկ, իսկ բավարար թվով մարդիկ կլինեն, երբ որ վստահություն վայելող թիմ կգա հրապարակ, այսինքն վստահություն ունեցող թիմը գալիս է հրապարակ, հաստատապես կարող եմ ասել, ժողովուրդը հավաքվելու է հրապարակում, որ պահից որ տեսան բավարար թվով մարդիկ, իմացեք, որ ոստիկանությունը Նիկոլ Փաշինյան քեզ չի պաշտպանելու, քեզ չեն պաշտպանելու, ես վախում եմ քո համար, որովհետև ես ուզում եմ, որ քո դատավարությունը լինի, ես անպայման ուզում եմ նստել, ինչպես որ բանը մարտի 1-ից հետո գալիս էի ձեր բոլոր դատավարություններին որպես դիտորդական առաքելություն իրականացնելու, ես ուզում եմ այդ նույն դատավարությունների բանա process-ը անցկացնել ու տեսնել արդյոք ձեր իրավունքները հանգարտ չխախտվեն, որ դուք օրենքի ամբողջ ուժով պատասխանատվության ենթարկվեք։ Ես ուզում եմ տեսնել այդ process-ը։ Պաշտպանեք Նիկոլ Փաշինյանին այդ որպես փաստաբան, որպես որ իր իրավունքները հետևեք, որ չխախտվեն։ Որ չխախտվեն իրավունքները, անշուշտ որպես դիտորդ անպայման։ Ես ասել եմ, բոլոր այն մարդկանց ովքեր տարբեր ժամանակներում տարբեր պաշտոններ են զբաղեցնել, ես իրանց պաշտպանությամբ զբաղվելու ցանկություն չունեմ, որովհետև չեմ կարող զբաղվել ինչու, որովհետև ես ներքուս հաշտ չեմ այն բանի հետ, ինչ իրանք արել են ու մեր հակասությունը բավական մեծ է, մենք չենք կարող, ես չեմ կարող իրեն շայրը ներկայացնել, դա ազնիվ չի լինի, բայց եթե իրանց օրինակ դատարանի շենքում
պատվալ դատանի դահլիճից սկսած մինչև դատանի պատվալ իրանց ծեծելով տանեն, ես ամենաառաջի բարձր գոռացողն եմ լինելու։ Եթե իրանց բուժօգնություն չտրամադրվի, ամենաբարձր ղալմաղալ անողն եմ լինելու։ Եթե իրանց, չգիտեմ, ուտելիքը չլինի ու իրանց ամիսներով ջուր չտան լողանալու, էլի իրանց խնդիրների մասին իհարկե խոսելու եմ, դա Չնկատելու 100%, որովհետև ես ուզում եմ, որ մարդիկ հասկանան, որ կապ չունի թե ում մասին է խոսքը։ Ցանկացած մեկի իրավունքը պիտի պաշտպանված լինի, բայց այն, որ նաև ցանկացած մեկը հատկապես բարձրաստիճան պաշտոնյաները պիտի պատասխանության ենթարկվեն, դա իմ գերնպատակն է, այնպես որ Նիկոլ Փաշինյան, շնորհավորում եմ, իմ գերնպատակների մեջ ավելացել է նաև ձեր պատասխանատվության հարցը, ոչ միայն ձեր անշուշտ, բայց այս պահի դրությամբ, քանի որ դուք եք այդ կործանարար process-ը իրականացնում, նաև համակարգի, այո։ Բոլորը չէ, հիմա տպավորություն է ստեղծում, որ հիմա ինչ-որ տենց իդեա չէ, որ գալու են բոլորին պատժեն, սենց ջիպոտներով ու չգիտեմ ինչ անեն, այդպես չի։ Եղել են հրամաններ տվողներ, առնվազն գոնե այդ գիտակցված հրաման տվողները իրենք պիտի պատասխանության հարցը բարձրացվի հաստատապես, եւ իրենք այլևս պիտի հնարավորություն չունենան համակարգ վերադառնալու, մնացածին են դասում ով խելոք կաշխատի, ով չէ, ով կհամարի, որ ամեն ինչ նորմալ է եղել ու կարելի է փորձել դիմադրել, այդ մարդկանց իհարկե բարի ճանապարհ։ Համակարգերը պիտի, ինստիտուտները պիտի աշխատեն նորմալ, ինստիտուտ պիտի աշխատի այնպես, որ յուրաքանչյուր մարդ համոզված լինի։ Այդ թվում օրինակ հաջորդիվ եկող բարձրաստիճան ամենաբարձրաստիճան պաշտոնյան պիտի վստահ լինի, որ ինքը չի կարա էշշ խոսա ու դրա համար պատասխանության չի ենթարկվի։ Ինքը չի կարա գա ազգային ժողովում հակապետական, հակասահմանադրական, հակաիրավական հրահանգներ տա եւ արտահայտություններ անի ու դրա համար պատասխանության չի ենթարկվի։ Չի կարա տենց բան լինի։ Որովհետև եթե այդպես չի լինում, այդ հարցը լրիվ այլ լուծումներ է ստանում։ Պետականության կորուստի գնով է լինում, կամ չգիտեմ, պատասխանության մարդիկ կարող է լինեն, որոնք այլ պատասխանության ձևեր փորձեն գտնել, դա նորմալ չի։ Մենք պիտի ունենանք իրավական պետություն եւ ես հույս ունեմ, որ գլխավոր դատախազը, որը չի ամանչել, էլի, ախր որ ասեմ բան այլ ինչ ասեմ, անգրագետա սուտ կլինի, էլի, իսկապես ինքը շատ գրագետ աղջիկ է, կինա։ Ես համոզված եմ ասում, որ Տիկին Վարդապետյանը շատ գրագետ կին է։ Բա դու չես նայել Աննա Վարդապետյան, այդ ինչ եք տարել, այդ ինչը ինչի տակ եք մցրել, այդ ու տարել կալանքի, լավ դուք հեչ պատասխանատվություն չեք զգում, ես ապշում եմ ուղակի։ Լավ կամ ենթադրենք բանի Սամվել Կարապետյանի ասացի տակ բան եք տեսել։ Իշխանությունը զավթելու կոչ։ Հա, էլի Բա Նիկոլ Փաշինյանի SMS-ով BDԽ նախագահի հեռացնելու մեջ ոչ մի հանցակազմ չեք տեսել, բա չգիտեմ, այս կաթողիկոսի ինչան անում կուսակրոնության, չգիտեմ ինչի ստուգման, հրապարակել, նյութեր հրապարակելու, ինչ որ գրառումներ անելու, դուք դրա մեջ խնդիր չեք տեսնում, Տիկին Վարդապետյան, դուք հասկանում եք, որ ձեր ձեռամբ հա նաև այս պարոնը, այս իրեն կորցրած մարդը ուղակի կործանում մեր պետականությունը, լավ ինքը գնացողը հասկանում եք, դուք դեռ երիտասարդ առողջ մտածողություն եւ շատ գրագետ, ես պնդում եմ շատ գրագետ մարդիկ են այդ մարդիկ, բա այդ չեք հասկանում, որ ձեր կարիերան չի կարող տապալվել, որովհետեւ ինչ որ մի մեկը որոշել է, որ իր տաբուրետկին մնալու համար ինքը պիտի այսպես ամեն ինչը կործանի։ Ես անկեղծորեն ակնկալում եմ, որ Տիկին Վարդապետյանը ինչ որ պահի այդ ողջամտությունը իր մոտ կվերականգնվի ու process-ներ կսկսեն եւ Նիկոլ Փաշինյանին կանգնեցնելու այս կործանարար process-ը կանգնեցնելու իրավական ճանապարհը process կսկսվի։ Եվ եթե կարիք ունի Տիկին Վարդապետյանը աջակցության իրավական ճանապարհով այս մարդուն կանգնացնելու, ես անկեղծորեն պատրաստ եմ համագործակցել, չնայած արդեն որ ասում ոչ մեկի երեսը չես ուզում տեսնես, բայց հանուն նրա որ մենք պիտի կանգնացնենք այս process-ը, ես խնդրում եմ բոլոր այն adekvat մարդկանց քննիչ կլինեն, դատախազ կլինեն, ոստիկան կլինեն, ժողովուրդ ջան հասկացեք, որ սենց չի կարելի, սա տոտալ կործանման process է գնում եւ ասում ինքը ժամանակավոր է, բոլոր իշխանավորները ժամանակավոր են, լավ դուք ձեր երեխեքին ինչ պետություն եք թողել, ինչ լավ այդ մի տաբուրետկին, որ այսօր ձեր տակը դրած այդ տաբուրետկի չափով հողել չեք ունենալու, որ դնեք նստեք վրան, էլի ես նորից ես պատրաստ եմ աջակցել եւ համագործակցել ցանկացած իրավապահ մարմինների այն խումբ մարդկանց հետ, ովքեր որ իրանց մեջ ուժ կգտնեն այս կասեցման process-ը իրավական ճանապարհով տանելու, որտեղ սա
երևի թե միակ լուծումն է, որը մենք կարող ենք տալ։ Հասարակությունն էլ կարծում եմ անհամբեր շունչը պահած պիտի սպասի, որ ինչ որ process սկսի, որ նաև ինքը իր համաձայնությունը, իր սատարումը այս process-ին հայտնի։ Հիմա ասում է ուշադրես մստեղից դուրս են գալի ու ԿԳԲ-ն դուրը ծեծում է։ Աբազյանն էլ չկա, որ ասենք Աբազյանը դուրը ծեծում է։ Եվ Սամվել Կարապետյանի գործը ամփոփելով մենք կարող ենք փաստել, որ այս իրավիճակից հետո արդեն իրավիճակին օբյեկտիվ գնահատող որևէ մարդ մոտ կարող է նաև կասկած չառաջանալ, որ իշխանությունները իդեմս Նիկոլ Փաշինյանի չեն միջամտում դատական համակարգի գործողություններին, իրավապահների գործողություններին։ Իհարկե վստահ ենք, որ հակառակը պնդողներ կլինեն նույն իշխանությունից, բայց այս մասով ինչ կասեք, որքանով կարող է սա լինել այսուհետ։ Սիկդոբյան, բացում եք, ուրեմն խրոնոլոգիան, բան չեմ ասում։ Տեքստ, խրոնոլոգիան հերթականությունը ասել է, թե եւ տեքստերը։ Բայց տեսեք ինչ process է տեղի ունեցել, ինչից հետո է ունեցել։ Ճիշտ է, բանի մեջ տրամաբանական բան գիտություն, լոգիկա գիտության մեջ ասում է սրանից հետո հետևաբար սրա պատճառով միշտ չի որ ճշգրիտ բանա վերլուծություն է, բայց այնքան շատ են համընկնումները, որ դա մի գործողություն չի, ասենք վարչապետը ինչ որ բան ասեց, դրանից հետո օրինակ Կարապետյանին տարան կալանուն։ Վարչապետը տեղ չի թողել։ Այնքան գրառումներ արել։ Զուգահեռ իրավապահների գործողություններին։ Հա, ու հրահանգներ ա տվել մարդը, չգիտեմ, ստեղ կասկածից դուրս է, որ Նիկոլ Փաշինյանը ստացել է այն համակարգը, որի մասին միշտ երազել է, այն դիկտատորական համակարգը, որի մասին երազել է, ու նորից վերադառնալով, եթե ինչ-որ մեկին թվում է, որ այսօր ինքը особо приближенный к императору կարգավիճակ ունի ու սազանդարություն ու ռոպագանդիստություն անում, ու Նիկոլ իր հետևից չի գալու, դուք չարաչար սխալվում եք։ Ես սրանից դեռ 6-7 ամիս առաջ էի ասում, որ մենք հասնելու ենք այն վիճակին, որ ցանկացած մեկով կհամարցակվի խոսել Նիկոլ Փաշինյանի մտքերի հետ չհամաձայնվել, իրան ուղղակի կալանավորելու են, ասել եմ նաև, որ այդ ցուցակի մեջ չեմ բացառում, որ կլինեն նաև հասարակական գործիչներ, չգիտեմ, արվեստի գործիչներ, լրագրողներ ու մնացած բոլորը, ու չեմ կասկածել նաև այդ ցուցակի մեջ կարամ լինեմ նաև ես։ Ինձ համար դա զարմանալի չի։ Լավ, հələ ես խոսացող եմ, ես գիտեմ ինչի համար եմ նստել։ Ես գիտեմ ինչի համար են ծեծելու։ Դու իրանք չեն հասկանում, այդ սազանդարները չեն հասկանում, որ ձեր հետևից էլ է գալու, որովհետև ձեզ օգտագործելու է միջև ինչ որ պահը, ու դուք իրան այլևս պետք չեք լինելու։ Ձեր տեղը պիտի միշտ թափուր լինի, հասկանում եք, ինքը պիտի միշտ թանգով ծախի։ Այն եսիմ ովքեր որ պատրաստ են իրանց ծառայությունները մատուցել Նիկոլին, ինքը ձեզ մեջտեղից հանելու է ինչ որ մի բանից զացեպ կալնելու։ Հովիկ Աղազարյանա ձեզ անելու, ու ձեր փոխարեն թանգով ինչ որ մեկի վրա ծախի այդ ձեր տեղը, ասում հասկանում եք, ձեր սազանդարի տեղը, այո, սազանդարի սուրբ տեղը ռոպագանդիստի երբեք ազատ չի մնալու։ Սա այն բումերանգն է, որը շպրտել են։ Նորից եմ ասում, ես չեմ զարմանում Նիկոլ Փաշինյանի վրա։ Ես հասկանում եմ ինչի է դա ինքան։ Չեմ ընդունում, բայց հասկանում եմ ինչի է այդ գործողություններին ինքանում։ Ես չեմ հասկանում այդ քաղաքասարակությանը, այդ որտեղ իրանք գրագետ մարդիկ են։ Ես իրանց էլ եմ ճանաչում։ Քաղաքասարակության ներսում կան մեծ թվով մարդիկ, ովքեր եւ գրագետ են, եւ փորձված են, եւ հասկացող են։ Եթե դաշ ինչ որ մի բանի մասին տեղեկացված չեն, ի վիճակի են կարդալու, գտնելու, վերլուծելու, անալիզանելու արդյունքում գալ ինչ որ եզրահանգման, իրանք կարող են հասկանալ, որ այս process-ը բերում է դիկտատուրայի, իսկ դիկտատուրան Հայաստանում դա ողբերգություն է լինելու։ Հայաստանի վերջը կլինի փաստացի դա։ 100%։ Այն դիկտատուրը, այն process-ին ենք գալու ձեր օգնությամբ հասնելու, որին մենք չենք եղել, անգամ այդքան չսիրելի, չգիտեմ, Քոչարյանի ժամանակ չենք եղել, ոնց է Մոնիսյանը, Սերժ Սարգսյանը, մենք չենք եղել դիկտատուրա իրան ժամանակ։ Մենք եղել ենք ավտորիտար, մենք ունեցել ենք խնդիրներ, դժվարություններ։ Ես հաստատապես հիմա պնդում եմ, այն ինչ որ մենք ունենալու ենք Նիկոլ Փաշինյանի ժամանակ, Քոչարյանի Սերժ Սարգսյան նեռնը կուրետ в сторонке է լինելու։ Ես դες ամենայն պատասխանությամբ եմ, դա ողբերգություն է լինելու։ Այս մարդը չունի չափ ու սահման։ Նորից ես չեմ վաճառվել ոչ Քոչարյանի, ես արդեն օգնել եմ։ Կանխատեսում եմ, որ լինելու է, բայց նորից ասեմ, որ ես հաշտ չեմ այդ մարդկանց հետ, բայց այն ինչ որ տեղի ունենում, պետք է հասկանալ, որ պետք չի ոչ մեկի հետ համեմատել։ Դուք այս մարդու արածները կոնկրետ են, որ ասում եմ պասուշիստու ըստ էության, մի հատ տեսեք այս մարդը ինչ է անում։ Սա Հայաստանի իսկապես կործանումն է լինելու, եթե մենք չկարողանանք սկսել իրար գլուխ հավաքվել ու ինչ որ process սկսել։ Օդքին Կարապետյան, քաղաքական իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակում է հայ առաքելական եկեղեցու դեմ սկսված այս ամոթալի արշավը, օրերս էլ նա առաջարկել էր Վեհարանը, այսպես ասած, կաթողիկոսից ազատելու եւ ժողովրդին վերադարձնելու համար համակարգող խումբ ձևավորել եւ քաղաքացիներին կոչեր արել միանալ իրեն։
Ինչ դիրքորոշում ունեք սրա հետ կապված, գիտեմ դուք հակասահմանադրական եք որակել եւ խնդրեմ մանրամասնեք ինչու է Նիկոլ Փաշինյանը փորձում հանրության լայն շերտերին այս ամենի մասնակիցը դարձնել։ Նիկոլ Փաշինյանին քիչ է, որ ինքը արդեն հանցագործ է։ Ես պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հանցագործ է, որովհետև անկախ նրանից դրա դատական ակտ կա դրա վերաբերյալ թե չկա, այս դատական արտադատության համակարգում մենք չենք կարող ունենալ դատական ակտ իրագործողությունների վրա, ոչ էլ քրեական գործ հարուցված կարանք ունենայինք, բայց Նիկոլ Փաշինյանը կատարել է հանցագործություններ, բազմաթիվ դրվագներով կատարել է հանցագործություններ, հակասահմանադրական գործողություններ է կատարել եւ կաթողիկոսի դեմ արշավը հերթական բացի այսպես բարոյական եւ հերո գնացող ոչ թե կաթողիկոսի դեմ, այլ հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված գործողություն է, սա նաեւ զուտ սահմանադրության տեսակետից հակասահմանադրական է եւ իրան քիչ է որ ինքն է հանցագործ։ Իրան պետք է որ մեծ թվով մարդիկ հանցակից դառնան իրան, որպեսզի ինքը վաղ ասի, լավ, ես ապուշեի հրամանը տվեցի։ Դուք ինչ եք գնում կատարեիք, ասեիք չէ ու չանեիք։ Այն բոլոր մարդկանց, ովքեր որ համաձայնվելու են այդ ինչ որ հանձնաժողովը, չգիտեմ ինչա, կուսակրոնությունն է, ինչն է ստուգելու, չգիտեմ, այդ դրա համագարկող խումբ ստեղծող, այդ խմբի մեջ ներառվող ցանկացած մեկը պիտի հասկանա ինքը Նիկոլ Փաշինյանի հետ հավասարապես հակասահմանադրական եւ հակաիրավական գործունեություն է։ Բարոյական կողմը դնում ենք մի կողմ։ Զուտ իրավական տեսակետից դա ձեզ դարձնում է հանցակից։ Եվ ինչպես տեսակ պատերազմի ժամանակ ոնց էր ինքը առաջի պատասխանատուն, բայց ոչ թիվ 1 մեղավոր է։ Հա, տենց ինչ որ մի բան էլի, Թիվ 1 պատասխանատուն եմ, բայց թիվ 1 մեղավորը չեմ։ Հա, տենց ինչ որ բաներ, այ պատրաստվեք, որ ամբողջ բեռը ջարդվելու է ձեր վրա, եւ եթե դուք պատրաստ եք այդ բառացիորեն մարդկային տեսանկյունից անբարոյական, իսկ իրավական տեսանկյունից հակաիրավական process-ին մասնակցել, դու ինչ ասեմ, ամեն մեկի ինտուիցիոնը ինքը ենթադրում եմ, որ չափահաս մարդիկ են, բայց այնտեղ նաեւ չափանիշները, որոնք այդ խմբի համար նախատեսված են, դա էլ շատ իհարկե շատ զվարճալի կարելի է սա կատակի տալու երկար բան անել, հա, տենց տրոլինգ անել Նիկոլ Փաշինյանին, եթե վիճակը չլիներ այս կարգի լուրջ։ Ինքը կործանարար իր տեսակով քայքայիչ ու կործանարար է։ Դրա այդ ֆոնին է, քայքայման եւ պառակտման ֆոնին է, որ ինքը կարողանում է իր արածը ինչ որ ձևի ներկայացնի։ Շատ բան կար, հա, անունը չեմ ուզում տամ, շատ հայտնի մարդկանցից մեկը ասում է լսի, նայ, ասենք մարդկա 10 կուբիկ կարա շարի իրար վրա, աշտարակ սարքի, մարդկա 2 հատից ավել չի կարող, այդ է իր մաքսիմումը, այդ է, որպեսզի իր 2-ը երևացող լինի, ինքը պիտի քո 10 քանդի 0-ի հավասարացնի։ Այն Նիկոլ Փաշինյանը այդ իլլակի այդ 2 կուբիկ իրար վրա դնողներից է։ Ու որպեսզի կարողանա իր այդ 2 դրած ճմրտած կուբիկը ինչ որ բան երևա, ինքը պետք է ամբողջ շրջապատում ինչ կա այս ժողովրդի համար թանկ եւ արժեքավոր, ինքը պիտի զրոյականացնի։ Այդ ֆոնին է, որ ինքը կարողանում է, չգիտեմ, այն օր ինչ ասեց, աստվածին, ազգային ժողովի ամբիոնից ասեց, որ Արցախի կորուստը Հայաստանը գտել, ես չգիտեմ, այս մարդը կամ ավելի ինքնիշխան լինելու հնարավորություն ենք ստացել Արցախներ կարծես խանգարում մեզ։ Ու էլի արեց արտահայտություններ, որոնք, չգիտեմ, եթե մենք ունենայինք իսկապես գլխավոր դատախազություն ունենայինք, եթե իսկապես ազգային անվտանգության ծառայություն ունենան, այս մարդու հետևից ուղղակի պիտի գնային անհապաղ ուղղակի քրեական գործ պիտի հարուցվեր, հակապետական, որովհետև այս բոլոր արված հայտարարությունները վաղ Ադրբեջանը օգտագործելու է մեր դեմ այն նույն տրամաբանությամբ, ոնց որ օգտագործեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստից առաջ արված հայտարարությունը, որ արցախցիներին ոչ մի վտանգ չի սպառնում եւ Միրզյանին Նիկոլ Փաշինյանով էին հերքում։ Հա, այդ հայտար ու նույն տրամաբանությամբ անդադ արվում են հայտարարությունները, որոնք ինչ որ պահի ես ուղղակի մեր հասարակությունը պիտի իմանա, օգտագործվելու են մեր դեմ այն տեսակ սանկցիաներով եւ այն տեսակ դատական միջազգային դատարանների որոշումներով, որոնց տակից մենք ուղղակի դուրս չեն գալու։ Եթե մեր հասարակությունը այս պարզ բանը չի կարողանում հասկանա, ես հասկանում եմ, որ մեր հասարակությունը այլևս որևէ մեկին չի վստահում, բայց ինձ թվում է կարելի է մի անգամ գոնե լսել շարադրանքների հերթականությունը, լավ, բացեք, ասենք 5 տարվա առաջվա հարցազրույց նայեք 3 տարվա առաջվա, տեսեք, որ կան մարդիկ, ում ասելիքը չի փոխվում, ու կարելի է հասկանալ, կարելի է այս մարդկանց վստահել, թե չի կարելի,
Այնպես որ, չգիտեմ, բոլորին ծով համբերություն, որովհետև սարսափելի ժամանակներում ենք ապրում, սարսափելի։ Հասարակության արձագանքը կարծես թե բավարար է, մեր հասարակությունը կարծես թե չի տրվում այս ամենին եւ չի միանում հակաեկեղեցական արշավին։ Սա կարող ենք արձանագրել, կարծում եմ։ Սա հաստատապես կարող ենք ասել, որովհետև ես ինքս ինձ չեմ համարում սենց մոլի երկրպագու, չգիտեմ, եկեղեցու տենց այցելող կամ կանոնները պահպանող, ես այդպես ինձ երբեք չեմ համարել, բայց ավելին ասեմ, ես շատ հարցերում տարբեր բարձրաստիճան հոգևորականների խոսույթի հետ կապված, վարքագծի հետ կապված, շատ մեղմ ասած ես հարց չեմ, բայց դա որևէ կերպ չի կարող ազդել իմ որոշման վրա սատարել հայ առաքելական եկեղեցուն, թե ոչ։ Սա, գիտեք, մենք շատ երկար տարիներ որպես նաև կազմակերպություն աշխատում ենք իրավապաշտպան գործունեությունը իրականացնում մեր կազմակերպությունը եւ ես այս ամբողջ տարիների ընթացքում պարբերաբար նամակագրություն, զանգեր, հաղորդագրություններ, դիլեգացիաներ մեծ թվով, երբ որ մեկ անձի իրավունք է խախտվել որևէ այլ բացի առաքելական եկեղեցուց որևէ այլ կրոնական կազմակերպության ներկայացուցիչ չի բա այս այլանդակության մեջ ես անհամբեր սպասում եմ այդ զանգերին արդյոք միայն կրոնական փոքրամասնությունների իրավունքներն են իրավունքներ ես իմ պարտքն եմ համարում արձագանքել նաև իսատարումն հայ առաքելական եկեղեցու որովհետև միայն փոքր եկեղեցիները կամ կրոնական կառույցները չեն որ կամ իրենց ներկայացուցիչները չեն որ պաշտպանության կարիք ունեն հայ առաքելական եկեղեցին բացի նրանից որ կրոնական կազմակերպությունը ինչպես մնացած բոլորը նա նաև բացառիկ դերակատարություն ունի էլի շատ դրվագների հետ պատմական համաձայն լինելով չլինելով դատապարտելով ու քննադատելով անհերքելի է հայ առաքելական եկեղեցու 1724 տարվա ինստիտուցիոնալ ներկայությունը մեր պատմության մեջ երկրորդ նման կառույցը մենք չունենք որ այդքան երկար պատմություն ունի հա ոնց է կոչվում անընդհատելի պատմություն մեր պատմության մասնակազմում եւ ինստիտուցիոնալ պատմությունն է կազմում պետքա ու այստեղից էլ գալիս է ձեր հարցի պատասխանը իսկ ինչու հայ առաքելական եկեղեցին այն հենց դրա համար եւ ինչու հենց հիմա որովհետեւ հենց հիմա է պետք այդ վերջին քարերը, հա, վերջին նշույլները ավանդականության, չգիտեմ, սիմվոլների հետ կապված, այն ինչ որ քո պատմության հետ է կապված, բարձում է մենք ու դա արվում է փուլ առ փուլ, մարդկանց այդ թույնը ներարկվում է փուլ առ փուլ։ Մենք իրավունք չունենք ասելու, որ մենք օրինակ պոլսեցիներ ենք եղել, հա, որ իմ նախնիները ցեղասպանվել են, որովհետև հայ են եղել ու պոլսում են ապրել։ Ինչ որ մեկը իրավունք չունի ասելու, որ մշեցի ու սասունցի ա եղել, հա, մենք դրանից զրկվեցինք։ Մենք զրկվեցինք Արարատ, այսինքն մեզ առաջարկվում է զրկել։ Ասում են մի նայեք Արարատին, նայեք Արագացին, անմեղսունակ, հասկանում եք, անմեղսունակ եւ անբարոյական։ Երբ որ դու նայում ես տեսանյութերը սկսած մեծ բաների ֆիլմ արտադրող կինոկամպանիաների ինչ որ բաներին ֆիլմերից որ ասում են բանը գարա Արարատ հա նախոց հայկական լեռնաշխարհում դրանից սկսած վերջացրած այն բոլոր հյուրերով որոնք գալիս են Հայաստան չեն է գալիս մարդիկ համոզված որ Արարատը դա հայկական է գալիս են Հայաստանից տեսնելու համար Հայաստանի չեն գնում Թուրքիայի կողմից նայելու գալիս են Հայաստանից տեսնելու այս մարդը եկել է մեզ համոզում ասում Արարատը ձերը չի ասում որովհետև այն կողմի վրա ու երբ որ դու նայում ես Արարատի վրա մի տեսակ գրգռվում են թուրքը Իհարկե եթե դու լինես մեր երկրի ղեկավարը կգրգռվեն իհարկե կհուզվեն եւ բան կանեն տվայտանքների մեջ կընկնեն Մեր ժողովրդին նորից պիտի ասեմ չի կարելի հուսահատվել, որովհետև եթե դուք հավատացյալ եք, ուրեմն դա մեղքերից մեկն է հուսահատությունը, եթե դուք հավատացյալ չեք, այդպես գրաժդանցքի կյանքով եք ապրում, աթեիստ եք կամ չգիտեմ, ագնոստիկ եք, պիտի իմանաք, որ հուսահատվելը դա կործանման առաջին ճանապարհ Այդ ճանապարհով սկիզբն է, նենց որ չհուսահատվեք, որովհետև ամենադժվար, ամենամութ, ասում եմ, գիշերվա ընթացքում ամենամութ ժամանակը դա լուսաբացից առաջ է լինելու։ Ես զգում եմ, որ մեր հասարակության ներսում կա պահանջ, ինչ որ գործողություն, ինչ որ process, ընդվզման այդ իրան վիրավորվածությունը ինչ որ ձևի արտահայտելու ցանկություն կա ես հույս ունեմ որ դա շատ առողջ ու ողջամիտ process-ի մեջ ներգրաված կլինի ու նորից էլի վերադառնալով Տիկին Վարդապետյան մի անգամ մի հատ խելոք բան արեք էլի մի հատ ազնիվ բան արեք սկսեք process Նիկոլ Փաշինյանի դեմ
ու ես համոզված եմ, որ մեր հասարակությունը կսատարի ձեզ։ Այս process-ը պետք է իրավական ճանապարհով կանգնեցնել։ Եվ Տիկին Կարապետյան, 3 ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվեց Արտակ Զեյնալյանը, վերջինս գիտենք կարող ենք նրան քաղաքական իշխանության մաս համարել, քանի որ Երևանում իշխող կուսակցության հետ կոալիցիա են կազմել եւ համատեղ կառավարում են քաղաքը, ինչ ակնկալիքներ ունեք, նա որքանով կարող է անաչառ լինել այս պաշտոնում, օրինակ 3 որքանով ես հասկացա, նա խուսափել էր եկեղեցու դեմ կատարվող այս արշավին առարկայական գնահատական տալուց։ Դե մենակ ինքը չէ, բոլոր ովքեր տեխնացու են դատավոր կլինի ԲԴԽ անդամ լինելու, Սահմանադրական դատարանի անդամ լինելու, Վճռաբեկ դատարանի դատավոր լինելու, բոլորն էլ հրաժարվում են ու իրանք բան ունեն, այտենց իրավական հիմք կա, այտենց լղոզելով ճանապարհով անցնելու, հա, ասել որ հնարավոր է որ հետագայում ես սրա հետ կապված ինչ որ բան անեմ, գործողություններ լինի, հա, դիրքորոշում հայտնելու հետ կապված խնդիր առաջանա, ինքնաբացարկի հարց բարձրացվի, դե ասում եմ բոլորն են պլստացի, ինքը առաջինը չի։ Ես ունեմ խնդիր կուսակցական մարդու այդ տեսակ պաշտոնները զբաղեցնելու հետ կապված շատ լուրջ խնդիր ունեմ, դա եւ բանի Հրայր Թովմասյանի ժամանակ եմ ասել, երբ որ ինքը կուսակցական էր, չգիտեմ, ելով կար ընդեղել, էլիքը մարդ կար, որ կուսակցականներ էին, դաշնակներից մարդ կար, մի խոսքով, կարևոր չի։ Շատ էին։ Անունները կապ չունեն, կուսակցություններն էլ կապ չունեն, ես սկզբունքորեն դեմ եմ, որ կուսակցական, որտեղ ես կասկածում եմ, որ մարդը կարա ոնց բացատրեմ էլի, եթե դու ինչ որ համոզմունքների գրողն ես ու երկար ժամանակ եղել ես ինչ որ process-ի մեջ, դու քո հաշվի առնելով նաև մեր միջավայրը, դու շատ դժվար ես անաչառ լինելու, դա շատ դժվար ես կտրվելու այդ միջավայրից ու ի վիճակի լինելու ինքնուրույն որոշումներ կայացնելու, ազդեցություններին, հա, իհարկե, ազդեցությունների տակ չլինելու, չգիտեմ, մի խոսքով պրոբլեմատիկա, բայց ինչ վերաբերվում է իր որպես իրավաբան, որպես մասնագետ, ես աշխատել եմ իր հետ, մենք ունենք ինչ-որ հարցերում տարաձայնություններ ենք ունեցել իր նախարար եղած ժամանակ, բայց որպես իրավաբան, որպես իրավապաշտպան գործունեություն իրականացրած, որպես սահմանադրության հետ կապված գործունեություն իրականացրած մարդ, ես համարում եմ, որ ինքը որպես պրոֆեսիոնալ լավագույններից մեկն է։ Բայց էլի, ես շատ կուզենայի, որ ինքը չլիներ կուսակցական, բայց դե հիմա ինչ ասեմ։ Ունենք այն, ինչ ունենք։ Ունենք այն, ինչ ունենք։ Տիկին Կարապետյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ։ Կհանդիպենք։